Գրականությունն ու արվեստը բոլոր ժամանակներում քայլել են կողք կողքի, բացառություն չէ նաև ներկան, կարևորը դրա պահպանումն ու մեր սերնդակիցներին փոխանցելն է։ Այսօր իմ հյուրն է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։ Բարև ձեզ, Տիկին Խոջամիրյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալություն հրավերի համար։ Տիկին Խոջամիրյան, ուզում եմ խոսենք թանգարանի դերի եւ նշանակության մասին։ Ինչպիսին է այն եւ ինչ դեր ունի մեր մշակութային կյանքում։ Թանգարանը առանցքային դեր ունի մեր հասարակության, մեր ազգի, ժողովրդի մշակույթի կյանքում։ Այն մեր ոգեղեն գանձարանն է։ Թանգարանը ներկայացնում է նոր եւ նորագույն ժամանակաշրջանի հայ գրականության, թատրոնի, երաժշտության եւ կինոյի ամբողջ պատմությունը։ Այստեղ են պահպանվում շուրջ 1200 երևելիների, նշանավոր անձանց, մշակութային գործիչների արխիվներ։ Եվ արխիվներ ասելով չպիտի հասկանանք նրանց միայն արխիվային վավերագրերը, այլև ամբողջական արխիվային ֆոնդերը, ամբողջական հավաքածուները, այդ թվում անձնական իրեր, հագուստ, զարդեր, զենքեր, կահկարասի եւ իհարկե գրավոր ժառանգությունը։ Թանգարանն իր 4 ենթաբաժիններում ներառում է նաև կերպարվեստի մեծ հավաքածու, դեկորատիվ կիրառական արվեստի հավաքածու, հնագիտական ու նումիզմատիկայի հավաքածու։ Թանգարանը ըստ էության մատենադարանի ժամանակագրական շարունակությունն է։ Այստեղ պահվում են 18-րդ դարից մինչև մեր օրերի բոլոր նշանավոր մեր մեծերի հավաքածուները։ Այդ թվում նաև սփյուռքահայ կենտրոնների, սփյուռքի հայկական կրթօջախների, ծրագրական կենտրոնների եւ այլ հավաքածուներ, մամուլի մեծ հավաքածու։ Կա որևէ վիճակագրություն, թե թվերով եւ բովանդակությամբ քանի ցուցանմուշ ունենք այս պահին թանգարանում։ Շուրջ 2 միլիոն թանգարանային առարկա։ Որքանն է ցուցադրված։ 0.2%։ Ցավոք սրտի տարածական հնարավորությունները մեզ թույլ չեն տալիս ցուցադրել ամբողջական պատկերը, բայց մենք ստացել ենք հնարավորինս այսպես ներկայանալի հատված, որտեղ կարողանում ենք պատմել թանգարանի մասին, թե ինչ է իրենից ներկայացնում թանգարանը։ 2 սրահներում ցուցադրվում է գրական հավաքածուն, 1 սրահում թատրոնի, համապատասխանաբար կինոյի եւ երաժշտության հավաքածուները։ Եվ հայտնի է, որ գրականության եւ արվեստի թանգարանի տարածքում է գործում մինչև այժմ նաեւ Մարկոս Գրիգորյանի Միջին Արևելքի հավաքածուն, այս ցուցասրահը։ Եվ այժմ բարեբախտաբար եւ ի ուրախություն բոլորիս մենք ունենք նոր թանգարանային շենք, նոր տարածք, որտեղ կտեղափոխվի Մարկոս Գրիգորյանի հավաքածուն եւ կգործի վերջապես որպես առանձին Մարկոս Գրիգորյանի թանգարան։ Շուրջ 2500 ցուցանմուշներ, չէ՞։ Այո, այդ թվում եւ իր աշխատանքները եւ իր անհավանական հավաքածուն, եվրոպական հավաքածուն, արևելյան հավաքածուն, իր հողարվեստի նմուշները, գորգերը, իր կտավները եւ այլն։ Եվ սրանով լուծվում է եւս մեկ խնդիր, այսինքն գրականության եւ արվեստի թանգարանի ցուցադրական տարածքները մեծանում են, ընդլայնվում են այս փաստի հաշվին։ Եվ այստեղ լուծվում է մի շատ կարևոր խնդիր, որ տասնամյակներ ի վեր իսկապես ծառացած է եղել թանգարանի առջև ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպելու խնդիրը։ Եթե հիմնական ցուցադրությամբ կարելի է պատկերացում կազմել ինչի մասին է թանգարանը, ապա ժամանակավոր ցուցադրությունների միջոցով կարելի է տեսնել ինչ ունի թանգարանը, ինչ ասելիք ունի։ Հիմա մեկնարկել ենք նոր շարք, արդեն մի քանի ամիս է գործում է անցյալ տարվանից, պատմում եմ ինչի մասին է խոսքը։ Պատում մեկ իրի ցուցանմուշների ժամանակավոր ցուցադրությունների շարքը, որի շրջանակում ցուցադրվում է մեկ թանգարանային առարկա իր հետաքրքիր պատմությամբ։ Իսկ ստեղծվելիք նոր ժամանակավոր ցուցադրությունների սրահում ավելի լայն ցուցադրություններ իրականացնելու հնարավորություններ կունենանք։ Այդ թվում շուտով Սունդուկյանի 200-ամյակն է, հոբելյանական տարի է, Սունդուկյանի վերաբերյալ շատ փառահեղ ու հետաքրքիր ցուցադրություն ենք պատրաստում։ Մարտիրոս Սարյանի գործերի ցուցադրություն, իդեպ Մարտիրոս Սարյանի գործերի ավելի քան 60 նմուշներ է պահպանում թանգարանը, իսկ սա
թվով շատ մեծ հավաքածու է։ Ժամանակ առ ժամանակ դրա ցուցադրելու եւ ներկայացնելու հնարավորություններ ընձեռվել են, բայց երբևէ չի ցուցադրվել ամբողջական հավաքածուն։ Այդ թվում գեղանկարները, գծանկարները, բեմական ձևավորումները, թատերական մակետները եւ այլն։ Եւ այդպես շատ գործեր, որոնք երբևէ ցուցադրված չեն եղել։ Հիմա մենք ունենք այդ հնարավորությունը։ Տիկին Խոջամիրյան, ես շատ ուրախալի փաստ լսեցի, որ առանձին կբացվի Մարկոս Գրիգորյանի ցուցասրահը։ Գրականության եւ արվեստի թանգարանը քանի մասնաճյուղ ունի այս պահին գործող եւ ձեր նշած 2 միլիոնից ավելի ցուցանմուշների մեջ են մտնում այն բոլոր ցուցանմուշները, որոնք այդ մասնաճյուղերում են ցուցադրվում։ Գրականության եւ արվեստի մասնաճյուղերի թվում է Գորիսի Աքսել Բակունցի տուն-թանգարանը, Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, Աշտարակում Պերճ Պորոշյանի տուն-թանգարանը, Գրիգոր Ղափանցյանի թանգարանը, Երևանում Սիլվա Կապուտիկյանի, Դերերինիկ Դեմիրճյանի տուն-թանգարանները եւ կհամալրենք մասնաճյուղերը նաեւ Մարկոս Գրիգորյանի թանգարանով։ Այո, ցուցանմուշների քանակի մեջ են մտնում այստեղ ցուցադրվող նմուշները, թանգարանային առարկաները եւ ոչ միայն մեր թանգարաններում, մեր մասնաճյուղերում ցուցադրվող առարկաները, այլև մյուս հուշային թանգարաններում։ Այն թանգարաններում, որոնց անվանատիրոջ արխիվային հավաքածուն պահվում է մեզ մոտ։ Խաչատուր Աբովյան, Ալեքսանդր Սպենդարյան, Արամ Խաչատրյան եւ շատ այլ հուշային թանգարաններ։ Այս մեծերի արխիվային հավաքածուները, արխիվային ֆոնդերը հավաքական պահվում են գրականության եւ արվեստի թանգարանում։ Դուք նշեցիք, որ շատ քիչ հատվածն է ցուցադրվում։ Կմանրամասնեք դրանց պահպանման եւ տեխնոլոգիաները եւ նրբությունները, ինչպես են պահպանվում են հին ձեռագրերը, հին լուսանկարները, որոնք գուցե ժամանակի ընթացքում կկորցնեին իրենց հիմնական դիմագիծը։ Թանգարաններն ունեն իրենց ֆոնդային տարածքները, որոնք նախատեսված են հենց միայն պահպանության համար, այստեղ պահպանվում են ջերմախոնավային ռեժիմները, անվտանգության, իհարկե հակահրդեհային, տեսահասկման եւ այլ համակարգերը։ Գրավոր ժառանգության միավորները պահպանվում են իրենց համար նախատեսված կերպ, ոչ թթվային չեզոք նյութից պատրաստված թղթապանակներում, առանձին ծրարներում, առանձին մշակումներով եւ գիտական անձնագրերով եւ իհարկե հուշային առարկաները, հագուստը, կտավները առանձին ֆոնդադարաններում են պահպանվում։ Ֆոնդադարանների ծավալական խնդիրները, ծավալների տարածական խնդիրները իհարկե կարծում եմ բոլոր թանգարանների առջև է դրված, հատկապես գրականության եւ արվեստի թանգարանի, այն առումով, որ գրականության եւ արվեստի թանգարանը ապրող եւ շարունակվող թանգարան է։ Այստեղ անդադար համալրումներ են իրականացվում, այսինքն սկսած 18-րդ դարից մինչև մեր օրեր, իսկ մեր օրեր կոչվածը ամեն տասնամյակը 10 տարով ավելանում է եւ շարունակում է համալրվել, թե մեր երկրում, մեր հանրապետությունում ապրող, գործող մեծերի արխիվներով, թե Սփյուռքում, թե երկրի սահմաններից դուրս։ Հիմա առավել եւս ամրացրել ենք, ամրապնդել ենք, նոր կապեր ենք ստեղծել Սփյուռքի հետ, դրսի կառույցների հետ, միջազգային կառույցների հետ եւ շատ ակտիվացրել ենք համալրման աշխատանքները։ Թվայնացման այս դարաշրջանում ինչ մեթոդներ ու միջոցներ եք կիրառում, որպեսզի երիտասարդները եւ on-line հարթակներում տեղեկացված լինեն թանգարանի գոյության մասին եւ այցելությունների քանակը ավելանա թանգարան։ Գրականության եւ արվեստի թանգարանն իրենից ներկայացնում է կարծես թե մի քանի կառույց։ Այն եւ թանգարան է, չնայած կարգավիճակով թանգարան է, բայց նաեւ ինստիտուտ է, գիտահետազոտական կենտրոն է, արխիվ է, ընդ որում 4 ոլորտների՝ երաժշտության, կինոյի, թատրոնի եւ գրականության, պահպանության միավորների, տեսակների, ժանրերի տարբերությունից մինչեւ հետազոտական աշխատանքներ եւ այլն։ Եվ սա համակարգելու համար շատ լայն հնարավորություններ են անհրաժեշտ, հատկապես նշեցիք այս տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, եւ մենք փորձում ենք ժամանակի շնչին համընթաց քայլել,
Հիմա նոր ծրագրեր են մշակվում նոր թվայնացման սարքերի ձեռքբերման, թվայնացման բաժինների ստեղծման եւ թվային հարթակում ավելի հասանելի լինելու առումով։ Պարզապես քանի որ ժանրերից, բնույթից ելնելով թանգարանի ծավալները չափազանց մեծ են, մենք նախ եւ առաջ ընտրել ենք առաջնահերթությունները այս ծրագրերի հերթականությամբ իրականացնելու։ Կրթական կամ ինտերակտիվ ինչ այլ միջոցառումներ եք իրականացնում թանգարանում, որովհետև նշեցիք, որ նաև հետազոտական աշխատանքների վայր է, ոչ միայն թանգարան։ Այո, կրթական գործունեությունը, կրթական ծրագրերը թանգարանային գործի, թանգարանի գործունեության առանձին մասն են կազմում, եւ կրթականները եւ գիտահետազոտականը։ Հետազոտական գիտական բաժինը զբաղվում է ակադեմիական հետազոտություններով։ Մեր գիտաշխատողները, թանգարանի գիտաշխատողները զբաղված են բնագրագիտությամբ, այսինքն ընթերցում են բնագրերից, կազմում են գիտական անձնագրեր, գիտական մշակման են ենթարկում թանգարանի հավաքածուները։ Անկախ հետազոտողները ազատ են իրականացնել այստեղ գիտական, հետազոտական լայնածավալ աշխատանքներ, ընդ որում նշեմ, որ գրականության եւ արվեստի թանգարանի ահռելի ֆոնդերի գրեթե 70%-ն անտիպ է, այսինքն այստեղ ծով աշխատանք կա, ծով թեմաներ, նոր հրատարակությունների, նոր գիտական թեմաների, նոր ուղղությունների մեկնարկի։ Իսկ կրթական ծրագրերը գործում են շատ ակտիվ դպրոցների հետ, ուսումնական հաստատությունների հետ, ուսանողների հետ, ընդհանուր մինչև մեծահասակների համար եւ տարեց մարդկանց համար նախատեսված կրթական ծրագրեր, դրանք բազմաթիվ են, կրթական ծրագրերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը եւ յուրաքանչյուր ժանրում կարելի է շատ հետաքրքիր ու ինտերակտիվ կրթական ծրագրերի հանդիպել գրականության եւ արվեստի թանգարանում։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, Տիկին Խոջամիրյան, որ հայ արվեստագետները բոլոր ժամանակներում աշխարհով մեկ սփռված են եղել։ Կամ մի այնպիսի ծրագիր կամ նախագիծ դեռևս չցուցադրված, դեռևս մարդկանց քիչ հայտնի ցուցանմուշ բերել մեր արվեստագետներից եւ ցույց տալ թանգարանում։ Անշուշտ նման ծրագրերը կազմում են թանգարանի առօրյայի մասը, անընդհատ լրամշակվում են, անընդհատ նոր նախագծեր են ի հայտ գալիս եւ այժմ գտնվում ենք բանակցությունների, հենց թեժ բանակցությունների կիզակետում, օրինակ 2025 թվականի ընթացքում հայ ազգի մեծ գրող Վիլյամ Սարոյանի նկարչական աշխատանքները գրականության եւ արվեստի թանգարանում ցուցադրելու առումով։ Մեծ աշխատանքներ են տարվում նաեւ գրականության եւ արվեստի նմուշները արտերկրում ցուցադրելու ուղղությամբ։ Օրինակ, անցյալ տարի Միսաք Մանուշյանի պանթեոնիզացման արարողության ժամանակ Փարիզում Պանթեոնի համագործակցությամբ ցուցադրվեցին գրականության եւ արվեստի թանգարանում պահպանվող Միսաք Մանուշյանի անտիպորագրությունները, որոնք չափազանց արժեքավոր են եւ իրենց պատկանելությամբ եւ իրենց բովանդակությամբ։ Ցուցադրություններ նախատեսվում են էլի տարբեր երկրների հետ կամ հենց այս պահին թանգարանում գործող ցուցադրությունը Միսաք Մանուշյան ականատեսի աչքերով, որտեղ ցուցադրվում է հանրությանը երբևէ չցուցադրված Միսաք Մանուշյանի կյանքի գրած վերջին երկու նամակներից մեկը։ Նամակներից մեկը նա գրել էր իր կնոջը Մելինեին, այն նշանավոր նամակն էր, որ ընթերցվեց պանթեոնիզացման արարողության ժամանակ, եւ մյուսը նա գրել է կնոջ քրոջը, շատ հուզառատ ու գեղեցիկ նամակ է, որը ցուցադրվում է գրականության եւ արվեստի թանգարանում մանուշյանական շաբաթվա ընթացքում։ Տիկին Խոջամիրյան, կնշեք ամենահին ցուցանմուշը թանգարանի եւ ամենանորը եւ որքան ժամանակահատված է բաժանում այդ երկու ցուցանմուշները իրարից։ Թանգարանի ամենահին ցուցանմուշը Սայաթնովայի դավթարն է, որը թանգարանին նվիրել է Հովհաննես Թումանյանը իր կտակով, նամակով ու շատ գեղեցիկ գրությամբ։ Ամենանոր նմուշը Ստեփանոս Նազարյանցի նամակն է, որ գրում է Դորպատում ապրող իր հայրենակցին եւ բացատրում է Խաչատուր Աբովյանի որդու Վարդան Աբովյանի Դորպատում սովորելու եւ հոր լուսավորչական գործը շարունակելու կարեւորության մասին։ Իսկ ժամանակագրական առումով ամենանոր առարկաները կարծում եմ Սոս Սարգսյանին պատկանող արխիվային հավաքածուն է եւ դարեր են բաժանում
իրար այս երկու առարկաներից։ Տիկին Խոջամիրյան, դուք եւս երիտասարդ կին եք, բայց ուզում եմ նաեւ երիտասարդներին փորձեք ուղերձով դիմել։ Ինչ ունեք ասելու նրանց, ինչին ուշադրություն դարձնեն հատկապես օրինակ թանգարաններ գնալիս կամ որևէ հետազոտություն անելիս կամ հենց ձեր թանգարան գալիս։ Ուզում եմ երիտասարդներին խրախուսել առհասարակ այցելել թանգարաններ, առնչվել մշակույթին։ Այսօր առավել քան երբևէ մենք մշակութային կրթություն ստանալու անհրաժեշտություն ունենք։ Այս տեխնոլոգիաների դարում, այս թվային դարում մենք անհրաժեշտություն ունենք պարզապես հետ վերադառնալ մեր արմատներին, ճանաչել ինքներս մեզ։ Եվ յուրաքանչյուր սիրո հիմքում սերն առ հայրենիք, սերն առ կրթություն, առ աշխատանք, թե սերն առ կյանքն առհասարակ սկսվում է ինքնաճանաչումից։ Իսկ թանգարաններն այն վայրն են, որտեղ կարելի է հասնել այս արդյունքին։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալություն ձեզ։ Իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։ Կհանդիպենք։